Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ բարեկամների հետ։ Հարգելի հետևորդներ, բաժանորդագրվելը դա այն տակը, որ վիդեոյի սև երևում է, սեղմում եք, դուք արդեն բաժանորդագրված եք։ Սկսենք մեր այսօրվա հաղորդումը, նախ ուզում եմ սկսել հաղորդումը արձնու դեպքերից, որի մասին ճիշտ տեղեկությունները շատանում են, արձնույում կրակոցներ է եղել, որի մեջ սկզբնական տվյալով ասեցին, թե մասնակցել է արձնու համայնքապետը, բայց բանից պարզվում է նրա մեջ Ռոմանոս Պետրոսյանի Էսսեւ Գեշ Նիկոլի վերահսկողության պետը ինչա, են փնթի գեղցու բարեկամներն են ու Նիկոլ Փաշինյանի օգնականի բարեկամ, այսինքն սա ոչ թե Իմիջիալոց անունները նշեցին, այստեղ մեծ մասը ասորիներ են եւ հայեր են, թե ինչ իրար մեջ կրակոցը, ինչ չեն կիսե իշխանության մեջ գտնվող մարդիկ այլ քաղաքացիների հետ, սա դեռ անձայն են պահում, համենայն դեպս կա վիրավոր, որին տարել են հիվանդանոց։ Ուզում եմ եւս մի բան ասել, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ վրայերթի է ենթարկել իր շքախմբով Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Չնայած ինչքան էլ ներքին գործերի նորանշանակ նախարարուհին, որ իրեն համարում էր աշխարհի ամենապրոֆեսիոնալ մասնագետը, հերքում թե Նիկոլը կապ բանը չի գցել, Նիկոլն էլ ասում է ինչ կապ ունենք մենք, ինչ կապ ունեք, ուղղակի սահմանին զինվոր եք սպանում, երկրի մեջ զինվորների եք վառում, պատերազմներ եք պարտություն տալի 5000 զինվոր եք սպանում, 30-31 հազար մարդ եք ստիպում կորոնայով մեռնի, երկրի ներսում մեքենաների հատուկ արգելակման համակարգները կտրել եք տալիս, որ մարդիկ մահանան, շենքերից մարդ եք գցում, դիակներ են հայտնաբերվում պատահաբար խանութներում եւ այլտեղ, ձեր շքախմբի ավտոմեքենա շարասյունը, ես էլ երկրորդ անգամ մարդ է սպանում։ Հեչ դուք կապ չունեք։ Ես կապ ունեմ, ես եմ այդ ամբողջ անում, հա։ Եվ այս ամբողջ շարունակությունը դեռ այնքան է շարունակվելու, մինչև երկրում այս կապիկությունները իրար մեջ պայմանավորված Նիկոլի ընդդիմության եւ հոգեվորականի վերջն է։ Հոգեվորականին անուն ազգանուն է տպում, ասում ինչ որ չգիտեմ անունն ինչ էլ է, կտրի չէ ինչ ասում, դուք դե եկեղեցուց վռնդվես եւ այլն Նիկոլն է որոշում եկեղեցուց մարդ վռնդելը, այդ ընթացքում Գարեգին Բն Հայաստանից թռնում է Էմիրատներ, որը իբր պիտի մասնակցություն ունենա Հնդկաստանում հայկական բարեգործական ինչ-որ բաների, այդպես է չհասկացանք եկեղեցու արած բարեգործությունների շարունակությունը, եկեղեցու չէ, հոգեվորականների, որոնք միայն փորձում են, ինչպես Կալկաթայի մասին ես ասել եմ, որ մեր հայերի միլիարդատերերը, որ փողեր էին տվել Հնդկաստանին, այդ փողերը 70 միլիարդն ասնում է, առաջի Արցախյանի ժամանակ չհանեցին, թե Հայաստանին վատ բան կսպասվի, երկրորդի ժամանակ էլ մինչև երկրորդն է Սերժ Սարգսյանի հետ Գարեգին Բն այդ փողերը ուզում էին ուտեին, այն էլ Կալկաթայի հայ համանքը միաբանությունը կանգնեցրել է այդ գործարքը, եւ սրանք են արանքը տոկոսներից մեկ-մեկ այդ միլիարդների տոկոսներից տարի մի 6-ից 10 միլիոն քաշում զղկտվում են, որի մասին փորձում են իբր թե լռել, բայց իրականությունը սա է։ Այնպես որ բոլոր իրար արժանի են, ասել են բոլորն էլ իրար հետ հավասար են խաղում։ Դերասանություն։ Իսկ հիմա հարց եմ տալու, ես ոչ մեկի համար չեմ ուզում ընդհանրապես պաշտպան կանգնել, ես պաշտպան եմ հայ արժեքներին, հայ իսկական հավատքին, Աստծուն, Հիսուս Քրիստոսին, որպես քրիստոնյա, ինչի պիտի Նիկոլ Փաշինյանը որոշի ով ինչ անում։ Մի մարդ, որը գնացել էր վայ, զովասների հարազատները ուղղակի քշեցին, չթողեցին իրենց եղբոր վրա մոտենա, ամեն ինչ անեծքով։ Ես ուղղակի գիտեք ոնց է, այս թուրք ղեկավարի չէ, սա այլասերված եւ անինքնասեր կենթանու վիճակա, որ իր ժողովուրդը չի թույլ տալիս ինքը մոտենա իրենց գերեզմաններին նույնիսկ։ Ու ոնց է իր երեսը բռնում, սա գիտեք ինչ ժողովուրդ ջան, ամեն մարդ չի կարա սենց լինի։ Ամեն մարդ չի կարա այսքանը տանու էլի Պադոշի նման մնա։ Ամեն ինչ իր ժամանակն է ունենալու, ասել եմ, երկնքից Աստված տեսնում է բոլորին, ամեն մեկին դատում է չափով։ Թե կլինի հոգեվորական, թե կլինի հասարակ քաղաքացի, թե կլինի երկրի ղեկավար, բոլորի դատաստանը գալու է։ Եվ շարունակելով ասեմ, որ այս խառը վիճակում Երևանում
էլի գինին քեֆ ապրենք ամենաշատ տուրիստ նստացանք։ Այդ տուրիստ եք ստանում տուրիստ ստանալու հետ մեկտեղ, որպեսզի ժողովրդին քաշեք խմելու տեղը, հա, քաշեք Սոդոմ Գոմորի, իր հետևից 5-4 հոգի տան մեջ եք սպանում, մի քանի զինվոր սահմանին եք սպանում, մի քանի հոգու շենքերից եք գցում, մնացած քաղաքացիների վրա եք ենթարկում։ Սենց են պահում ժողովրդին, այս տարբերակով։ Ուզում եմ Հայաստանից դուրս գալ եւ անցնել միջազգային լուրերի, քանի որ Ռուսաստանում հերթական անգամ ուկրաինացիները պայթեցրել են, հարվածել են մինչև Չեբոքսարի գործարան, պայթեցրել են հսկայական քանակությամբ կրկին անգամ ինքնաթիռներ եւ զենք զինամթերք արտադրող հիմնարկներ, մի խոսքով Ռուսաստանը ինչքան էլ փորձում է հսկայական ուժեր տարբեր ճակատներից բերի եւ Սումիում առաջ գնա Կուպյանսկը գրավի, թե չէ, թիկունքի դատարկությունը բերելու է ռուսական զորքերին, ել եմ ասում, Ռուսաստանի պարտության։ Եվ այսօր առաջի անգամ ռուսները խոսում են, որ ՆԱՏՕ-ն որոշում է իրենց դեմ պայքարի եւ պատերազմ լինի, ՆԱՏՕ-ն այդ մասին ասել են, որ վաղուց արդեն բոլոր եվրոպական երկրները համաձայնվում են, հատկապես ամենաշատը պատերազմի հարվածի Ռուսաստանը, որ չհզորանա համաձայն են մերձ Բալտիկայի հանրապետությունները։ Ռուսները ասում են մենք կընդունենք մարտահրավերը, թե ոնց են ընդունելու մարտահրավերը, ինչի դիմանց են ընդունելու։ Մի հատ Ուկրաինա չեն կարող 4-րդ տարին է արդեն գալիս հաղթեն 22, 23, 24, 25 4 տարի չեն կարող մի հատ Ուկրաինայի հարց լուծեն, ոնց են արևմուտքի դեմ դուրս գալու թե չէ։ Իսկ նույն պահին ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփը, որը Նիկոլի ֆիլիալն է Ամերիկայում, սարքել է պատերազմ, կրակոցներ փողոցներում, մի խոսքով կրակել են ավստրալական լրագրողին եւ այլն, Կալիֆոռնիայի նահանգապետն է դուրս եկել Թրամփի դեմ ինձ էլ ձերբակալի, ինձ է կրակի եւ այլն այսպիսի լոզունգներով, բայց Թրամփը ասում է մինիմումը 6 ամիս պիտի սա շարունակվի։ Էլի եմ կրկնում, Թրամփասերներ, որ Թրամփին բերեցիք հանում ձեր զղկտվելու փողի, ես նկատի ունեմ հայերին գողում եք, ձեր դուր եկավ։ Դուք նորմալ եք պահում ձեզ թվում է սա նորմալ է, հա, Ամերիկայի նման պետության։ Դուք Հայաստան չեք գալու, ոնց ես հասկացել եմ, դերասանության գագաթնակետ ունեք, սիրում ենք Հայաստանը, բայց չենք գալիս, Թրամփը մեր աղբերն է։ Այսինքն պատերազմի համար, այն որ ոնց որ Ռուսաստանի հայերին ենք ասում ռուսամեր, այտենց է ձեզ ենք ասելու Թրամփամեր հայեր, հայախոս կենդանիներ։ Եվ այս պատերազմը, որ սկսում է, արդեն այնտեղ դուրս եկել Մեքսիկայի միանալու պահը, Կալիֆոռնիայի անկախանալու պահը, հիմա որ դուք այդքան ուրախանում եք։ Մի Թրամփը Ամերիկայի օգուտնա թե վնաս, միանշանակ վնաս։ Շարունակելով այս ամբողջը ասեմ նաև, որ շատ հետաքրքիր դեպքեր է տեղի ունենում Իսրայելում, որ շվեդացին աղջկան Գրետային, որը ընդամենը 100 կիլոգրամ ալյուր էր բերել Պաղեստին, նրանց նավը չեն թողել գա, 10-12 հոգի ակտիվիստներին ձերբակալել են, որոշին տարել են անհայտողությամբ եւ ոչ ոք ձեն չի անում այս մասին։ Ինչի Շվեդիայի կառավարությունը դիմել են, որ ձեն հանի, ձեն չի անում։ Ինչի։ Ընդամենը 100 կիլո ալյուրը պաղեստինցիներին ինչ էր անելու ժողովուրդ։ 100 կիլո ալյուրը տանում է 200 կիլոգրամ հաց։ Ինչ պիտի աներ 200 կիլոգրամ հացը այդքան պաղեստինցը, որ ջհուդները փակել են։ Իսկ ինչ վերաբերվում է Իսրայելին, այնտեղ գնում է անձնական դատեր, տարբեր մարդկանց հանդեպ, երկիրը անարխիա, թալան եւ այլն։ Այս էլ այն մեր թշնամու տունը, որը քանդվում է անընդհատ, եթե որևէ մեկին թվում է, թե Իսրայելը այսօր լավագույն տեղը, որ պիտի գնացվի, շփոթվում եք։ Իմիջիալոց տեղեկություններ ունեն, որ այն հայերը, որոնք չեն գտնվում հենց հայկական թաղամասում, ուղղակի եկել էին տարբեր մասեր հանձնվելու, աշխատելու, ես ինչ անելու, բոլորը գեղեցիկ կերպով փախել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ես ուզում եմ այսօր պատմական մասում մի անդրադարձ տալ, հարգելիներս։ Անդրադարձը կվերաբերվի եկեղեցականների այն պահին, ովքեր եկեղեցականների այն դասին, ովքեր հանուն պետության են կռվել, հանուն պետության պայքարել են։ Ես հարգում եմ հոգևորականներին, անկախ նրանից, որ ազգի ներկայացուցիչ է, որ ինքը կանգնում է իր ազգի գլխին եւ առաջնորդում առաջ։ Ես սրա մասին բազում անգամ եմ խոսել, որ քանի որ Հայաստանում 18 թվականին հայ հոգևորականները սև լենտ կապած եկան եւ ժողովուրդը նրանց հետևից եկավ Սարդարապետը հաղթեցին։
Խրիմյան հայրիկը թուղթ առած հայկական պատվիրակության Եվրոպայի Բերլինի կոնֆերանսին եկել մասնակցել էր, ամեն ինչ անում էին, որ հայերի համար լավ լիներ։ Չստացվեց, բայց անում էին մարդիկ։ Անում էին, հայկական պատվիրակությունը անում էր, գլխավորը հոգևորականներ վերցրեի ձեռքը։ Ոչ թե հոգևորականները այսօրվա պես լուրեն հենց կպտում են Գարեգին Բ-ին, դուրս են եկել բոլորը գորգրում են, իսկ որ կպտում են հայ ժողովրդին, իսկ որ Արցախը հանձնվում է, իսկ որ Նիկոլա Հայազդին թալանում է, այդ ժամանակ լուր են, ինչի, որտեղ բոլորը նույն կլանի, նույն ռուս ջուդ բոլշևիկյան կլանի տակ են։ Ուրիշ բան չեմ ուզում ասել։ Հիմա կներկայացնեմ մեկ փաստ, որը ես բազում անգամներ եմ անընդհատ մեջ բերում, ազգի ուժեղացման վերականգնման վիճակը, ես կներկայացնեմ Դանիլա Պետրովիչ Նագոշի մասին, որը հիմնադիրն է Չեռնոգորիայի նման շատ փոքր պետության, որի այսօրվա տարածքը 13800 քառակուսի կիլոմետր է, իսկ սկզբնական շրջանում ինչ է արել այս մարդը։ Ուրեմն 1700 թվականներին Չեռնոգորիան գտնվում էր կատարյալ ծանր իրավիճակում։ Օսմանյան կայսրության մեջ գնում էր մահմեդական թուրքացում, ոնց որ ցավոք սրտի հիմա Հայաստանում մահմեդականություն գնում, հիմա չասեք ես մահմեդական չեմ։ Ձեր վերաբերմունքը, ուրախությունը, Թաթուլի համերգ գնալը, Զովացի օրը հելնել, ապարելը, երեզմաներում փարթի մարտի անելը, դա ոչինչով չի տարբերվում։ Այն ժամանակ ուրիշ ձև է, այն ժամանակ փարթի չկար, այս չկար, այն չկար, բնականաբար։ Հա։ Եվ այս Չեռնոգորիայում մեծ մասը ժողովրդի գնում էր մահմեդականացման։ Եվ ներքին տեղում կար արյան վրեժ հասկացությունը, որը եղել է եւ Հայաստանում, եւ Վրաստանում, եւ բոլոր երկրներում, այսինքն իշխանները, եթե մեկի ցեղից մեկին սպանում են կամ մի գյուղից, այն մյուս գյուղը, մյուս խումբը, մյուս ցեղը, մյուս մարզը թափով հավաքվում էին, արյան վրեժ պետք է լուծային, գնում էին մյուսից էին եւ այսպես իրար հակառակ։ Ինչ անում Նագոշը։ Նա տեսնելով, որ թուրքերը անընդհատ կործանում են Բալկաններում երկրները մասսական օսմանականացման են տանում թուրքացման, գալիս է բարձր լեռներում հոգևորականներին հավաքում է ու փորձում է պատրաստվի գոնե իրար մեջ վերացնել եկեղեցին դռնեդուռ ընկած դռնեդուռ Չեռնոգորիան, գիտեք ինչ են շանկում, թեկուզ ռուսերեն տարբերակը, թե անգլերեն Մոնտենեգրո, սև սարերի տեղ, այսինքն ամբողջը լեռների վրա են, լեռների վրա անանցանելի եկեղեցիներում հավաքված դռնեդուռ ընկած համոզում են, որ պետք է վերանա արյան վրեժը։ Եվ ժողովրդին խնդրում են, որ մահմեդականություն չընդունեք։ Երկար դեգերումներից հետո կարողանում է հավաքել 1702-3 թվականին ընդամենը 18 եկեղեցու միություն, 18 եկեղեցու միություն։ Եվ նրա մոտ գտնվող մարզերը բոլորն իրար հետ ընդամենը ժողովուրդ ջան 1200 քառակուսի կիլոմետր։ Պատկերացնեք դա ինչքան փոքր է, դա մոտավորապես 5 Երևան տեղ։ 5 Երևան տեղ եւ 60,000 բնակչություն, որոնք համաձայնվում են, բոլոր եկեղեցականները նստում են ժողովի, համաձայնվում են, որ քրիստոնյա մնալ եւ համաձայնվում են, որ ազգը գոնե պահպանվի։ Այդ ժամանակ, երբ որ Օսմանյան կայսրությունը նաև այնտեղ էր Բալկաններն էր բաժան է սուրը բաների, փոքր փաշայությունների հետ կռիվ սկսվում։ Կռիվ սկսվում եւ չեռնոգորցիները տեղի մի քանի սերբերի հետ հավաքված ճակատամարտ են տալիս։ Ուրեմն լեռներից իջած զինվորները 60,000 մարդուց քանի հոգի կհավաքեն զինվոր։ Պատկերացնում եք արդեն։ Մաքսիմում հավաքեն 1000 զինվոր։ Եվ կողքի գյուղերի ժողովուրդները, սերբերը եւ այլն, տեսնում են, որ չեռնոգորցիները բավական պատրաստված են եւ պայքարում են իրենց պետության համար, գնում են նրանց դեմ պատերազմի եւ շատ զարմանալիորեն այդ 1000 հոգին կարողանում են այդ հսկայական Օսմանյան կայսրության լավագույն ժամանակներն, շրջան 6 միլիոն քառակուսի կիլոմետր եւ 80 միլիոն բնակչությամբ Օսմանյան կայսրությունը, գնում են այդ փաշայության դեմ կռիվ եւ հաղթում են, որը ոգևորում ժողովրդին, կողքի գյուղերի սերբերին եւ այլն, եւ Չեռնոգորիայի համար բացարձակ թեոկրատիա է լինում, այսինքն հոգևորականն է լինում երկրի ղեկավարը,
Միավորում է նրանց եւ թուրքերը համաձայնվում են, ասում են լավ, որ հաղթել եք այդ կռիվը, շատ զարմանալի է ալում թուրքերի համար, որ նրանց մի քանի տասնյակ անգամ ուժեղ ուղարկած ովքերին կոտորում են։ Ասում են բերեք ձեր 38 հոգու իշխանի ուղարկեք ձեր մոտից, այդ փուճուր ազգի մեջ, տեսեք նույն Հայաստանի պատմությունը, ամեն յուղը երկու հատ իշխան ունենում, 60,000 մարդու 38 հատ իշխան ունենում, ամեն 400 հոգի մի իշխան ունենում։ Ասում են ձեր իշխաններին ուղարկեք, այդ իշխանները թող կան, մենք նրանց համաձայնության բան կտանք եւ բանի կողմից Թուրքիայի սուլտանի կողմից պիտի մեդալ տանք, որ իրանք թող լինեն կիսային անկախ, բայց որ մեր դեմ օտար երկիր պատերազմ հայտարարի այդ դեպքում Վենետիկի հանրապետությունը կամ այլ պետություն, իրենք պայքարեն օգնեն մեզ։ Իշխանները 38 հոգի գնում են, 38-ին թուրքերը գլխատում են, գիտեք թե տանջամա եւ այլն, ասում են որ վերջ մենք ձեզ չենք ընդունում, դուք ով եք արա 60,000 մարդ եք, ձեզ ոնց ընդունենք սարերի վրա ամեն մեկը մի եկեղեցու կողք հավաքված ամբողջ, այսպես է ներկայացնում։ Եվ կենթանի մնացած մարդկանց, ովքեր իշխանական տան անդամներ են 16-17 հոգով, կազմակերպում են խումբ, որը ջղայնացնում է նաև կողքի գյուղերի սերբերին, այսինքն հավաքում են իրենց այդ մյուս ազգեր, ինչպես նաև խորվաթներ, նույնիսկ նրանց մեջ են լինում բոսնիացիներ, որոնք արդեն մամեդականություն էին ընդունել, իմիջիալոց շատ մամեդականություն ընդունած չեռնոգորցիներ, բոսնիացիներ եւ սերբեր հետ են կանգնում իրենց գործից, գալիս միանում են Դանիլայի գործին, Նագոշի, Դանիլովիչ Նագոշի գործին, միանում են նրան եւ կրկին ճակատամարտ լինում։ Այս ճակատամարտում կրկին անգամ հաղթանակ են տանում չեռնոգորցիները։ Հետո որ 1723 թվականին Օսմանյան զորքեր հսկական քանակությամբ 85,000 զինվոր եւ մոտավորապես 120,000 հետևից եկող Փաշայի զորքը բերում են, որ ասում են, «Էդ ինչ է, մարդ այդ մի ճրթիկ տեղը, գնանք բոլորին ջարդենք, կախարան հանենք, այդ 60-70,000 մարդ են, կախարան հանենք, թող բոլորը տեսնեն»։ Տեղի սերբերն էլ արդեն որ լեռներից իջնում են, միանում են հասկանալը, որ միակ պաշտպանական տեղն է, ամբողջ Չեռնոգորիան 23 թվականին հավաքում է 50,000 զինվոր, 120-130,000-ի դեմ, որի զարմանալի ճակատամարտում խայտառակ պարտություն կրելուց հետո Օսմանները համաձայնվում են Չեռնոգորիային տալ անկախություն եւ 4300 քառակուսի կիլոմետրի վրա պետություն։ Հասկանում եք, որ 18 եկեղեցուց, նախ մեկ եկեղեցու Ցետինեից դառնում են 18-ից 1200, 1200-ից 4300։ Ուրեմն թուրքերը մինչև այդ Ցետինե մտնում էին, ամեն ինչը վառում վերացնում էին, ընդհանրապես քրիստոնեության հետ ոչինչ կապ չունենան։ Եվ պատմության ընթացքում հաշվելով իրենց առաջին առաջնորդի թեոկրատիկ ղեկավարի մեծ հոգևորականի եւ ազգային հերոսի գործողությունը, բոլոր պատերազմներում անընդհատ 78 թվի պատերազմում Չեռնոգորիան երկու անգամ ավել տարածք ստացավ 9.5, հետո Բալկանյան պատերազմում ճիշտ է ինքը թուրքերի հետ չկռվեց, բայց այդ մամեդական ուժերին վտարելուց հետո երկիրը դարձավ 13800 քառակուսի։ Ասածս ինչ է նշանակում։ Բերեք ճիշտ հասկանանք, ժողովուրդ ջան։ Հոգևորականը, երբ որ հելում է իշխանության գլուխ, ոչ թե ինձ ցիտում էին, թե Բագրատին վտարեցիք։ Բագրատը հոգևորական չէ, Բագրատը Նիկոլի Փայ, KGB-ի նշանակած, Պուտինի Ուշակովի հետ հանդիպում ունեցած հակահայ մարդ էր, ով 120,000 մարդուն հանում էր ամեն օր, ասում էր այսօր կասեմ, վաղը կասեմ, այսօր կասեմ, վաղը կասեմ, մյուս շաբաթ կասեմ, մյուս շաբաթ կասեմ, մյուս շաբաթ կասեմ, մյուս շաբաթ կասեմ, ու հատուկ վերացվեց, միջնից ով ակտիվ են բռնել տվեց, փակել տվեց եւ այլն։ Այսինքն ես ուզեցի ներկայացնել մի տարբերակ, որ հենց հիմա հոգևորականներն են լսում։ Թող իրենք դնեն պատմություն ուսումնասիրեն։ Տեսնեն, կարող է իրոք ազգանվեր հոգևորականը ստեղծել պետություն։ Միանշանակ։ Օրինակը Չեռնոգորիան։ Մեջը դավաճաններ կային, ոչ, ինչի, որտեղ ժողովրդի մեջ շատ հետաքրքիր բան կա, մեր հայ ժողովրդի մեջ էլ կա։ Ես այն անգամ եմ ասել, թե Սարդարապետի, թե մյուս պահով։ Երբ որ հոգևորականը դուրս է գալիս ազգային հարցը կառավարելու, ոչ մեկ հոգևորականի դեմ չի դուրս գալիս եւ ներքին վախը հոգևորականի Աստծո եւ պատժելիության եւ դավաճանության միանգամից միավորում է մասսայի։ Իսկ այսօրվա դրությամբ ցավոք սրտի մեր հոգևորականությունը չունի դա։ Բնականաբար ինչի, որտեղ իրենք էլ
նույն Նիկոլ Փաշինյանի, Սերժի Լևոնի եւ Ռոբի հետ ծառայում են այլ ուժերի, ռուսական KGB-ի ուժերի։ Ես այլ տարբերակ չեմ տեսնում։ Թե մի կգնան, ինչ կանեն, կկանգնեցնենք, կսառեցնենք, կբռնվենք, չեմ բռնվի։ Ես սա համարում եմ նախընտրական շոուներ։ Ես հիշում եք ձեզ 2 ամիս առաջ էի ասում, հələ նոր է սկսվել, դուք հեսա վիդեոներ կլինի, սա բոլորի կեղտոտ լվացքը կհանեն, այլասերված կփռեն լույսին, այնպես որ զինվեք համբերությամբ տեսեք։ Իսկ որպեսի սա տիպիկ օրենք ազգը կառավարելու եւ ընդամենը մի քանի եկեղեցուց ստանալ ուժեղ պետություն, այսինքն եկեղեցիները բազմապատկելով ժողովրդին այնքան հավատներ շնչելով, որ 100 անգամ մեծացնեն երկիրը, սա ուղղակի գովելի փաստ է։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավ օր հարգելիներս։ Եղեք միշտ տեղեկացված ու մի ենթարկվեք ամեն մի պրովոկացիայի։ Ես դրա համար ուզում եմ, որ համբերություն տեսնենք, քանի որ այս թատրոնները սարքվածը Հայաստանի համար երևի միգուցե ավելի այլանդակ բաներ են նախատեսել։ Դրա համար սրանցով շեղում են, իսկ ինչպես միշտ մենք գիտենք, որ Նիկոլն ու Հայաստանի ղեկավար 4 հրեշ ղեկավարները եւ եկեղեցի միշտ ժողովրդին շեղելու համար սկսում են իրար հայել, մեկը հոп միտեղից մի բան բուսնում է հակահայ։ Դրա համար թող Աստված արժանի պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինի, որտեղ նրանք տականք են, ստոր են եւ հայ ազգին թիկունքից խփող։ Աստված թող արժանի պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Արդահանում, Բաբերդում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն։